Ինչ կանեիր, եթե իմանայիր, որ քո սեփական մտքերը կարող են քոնը չլինել։ Տասնամյակներ շարունակ սա համարվում էր դավադրության տեսություն, մինչև որ գաղտնազերծված փաստաթղթերը բացահայտեցին սարսափելի ճշմարտությունը։ Սա ՄԿ ուլտրածրագիրն էր։ 1950-ականներին ԿՀՎ-ն, Կենտրոնական հետախուզական վարչություն, սկսեց գաղտնի փորձեր իրականացնել հազարավոր մարդկանց վրա։ Դրանց նպատակն էր գտնել մտքի կառավարման բանալին։ Գիտնականներն օգտագործում էին քիմիական նյութեր, հիպնոզ, էլեկտրաշոկ եւ մեկուսացում, փորձելով ջնջել մարդու անհատականությունը եւ այն փոխարինել նորով։ Փորձարկվողներից շատերը նույնիսկ չգիտեին, որ իրենց վրա փորձեր են անում։ Ծրագիրն այնքան գաղտնի էր, որ նույնիսկ ԿՀՎ-ի տնօրենը հրամայեց ոչնչացնել բոլոր արխիվները, բայց մի քանի հազար էջ հրաշքով պահպանվեցին։ Գիտությունը ապացուցեց, մարդու ուղեղը կոտրելն ու վերածրագրավորելը հնարավոր է։ Հարցն այն է, արդյոք այս փորձերը իրոք դադարեցվել են, թե դրանք պարզապես դարձել են ավելի անտեսանելի։